տղերքի համար։ Իրանք եկել են ինչ-որ մի թուրքի թիկունք պահելու, որ թուրքը կարնա մտնի եռաբլուր դուրս գա, ազգից դավաճանը։ Եկել եք խոչընդոտելու Փաշինյանի մուտքը, թե պարզապես համընկել եք ձերի եւ նրանց։ Չէ, միանշանակ եկել էի, որ խոչընդոտեի, այսինքն խոչընդոտեի, որ կոնկրետ իմ տղայի շիրիմին մոտիկ չգա։ Ես չեմ ուզում, որ ինքը մոտենա իմ տղայի շիրիմին, որովհետև ասենք մեր տղերքը ուրիշ գաղափարի տեր են եղել, բոլորս էլ նորություն չգիտենք ինչի համար են գնացել, կյանքները ինչի համար են տվել մեր տղաները, պարզապես, որ ինքը մոտիկ չգա իմ տղայի շիրիմին։ Ես չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը։ Զոհվածի շիրիմի մոտեցել են։ Չէ, ես կոնկրետ մեզ մոտ չի մոտեցել, ոնց որ թե 44-օրյա տղաների շիրիմներին ոչ մեկին էլ չի մոտեցել, միայն բարձացավ 90-ականների տղաների կողմը ու դուրս է եկել։ Դուք ում եք որոշեցին ձեզ օրը ձեզ համար ընդունելի է, թե դուք միշտ Ինչու այսօր եւ ոչ սեպտեմբերի 27։ Ես չեմ ընդունում այս օրը։ Մեր համար օր չկա։ Մեր համար ամեն օրն էլ սքո օր է։ Մենք ամեն օր էլ այստեղ ենք, ծնողներս ամեն օր էլ եռաբլու։ Մեզ պետք չի որ կոնկրետ ինչ-որ օր լինի, որ մենք հիշենք մեր տղաներին, գանք այստեղ։ Մենք ամեն օր էլ այստեղ ենք, մեր տղաների կողքին ենք։ Մի քիչ առաջ էլ ուղղակի զրույց եղավ, զրույցի մեջ ասեցի, մենք մեր տուն ու տեղը մեր տղաների հետ տեղափոխել ենք այստեղ եռաբլուր։ Ու անգամ այն կարգի, որ ասենք մենք ծնողներով, եթե մի օր մեկս էլ բացակայի, արդեն մենք մնացածս անհանգստանում ենք, որ այդ ծնողը խի է բացակայի, խի այստեղ չի, խի չի եկել, ինչ որ բան հո չի պատահել, չի եղել։ Այդտենց կապված ենք իրար հետ։ Բայց որ այսպիսի մի օր լիներ պետական մակարդակով հիշատակելու համար, դրան կողմ եք թե օրը ճիշտ ոնց է ընտրված օրը ստես։ Օրը ես էլ եմ ասում, չեմ ընդունում, որովհետև օրը ճիշտ ընդունված չի։ Օրը կարելի էր ավելի ճիշտ ընդունել, ոնց որ պետքն է եղել, կոնկրետ օրը կարային այդ օրը իրանք նշանակեին, այո, սեպտեմբերի 27-ը, խայտառակ օրը։ Այդ օրը կարային նշանակեն, ոչ թե ինչ որ, էսի բերել են բանակի օրվա կապակցությամբ մցրել են կոպիտ ասած բանակի օրվա քթիտակ որպես ինչ։ Սքո օր, հետո բանակի օր, այսինքն այսօր իրանք կհիշատակեն, որպես սքո օր, բանակի օրը չեն հիշատակի, հա, որ դա մեր պարծանքներ, հա, բանակը ուրացան։ Ես հաստատ համոզված եմ, որ վաղը իրանցից ոչ մեկ չի գա այստեղ, ամսի 28-ին ոչ մեկ չի գա այստեղ եռաբլուր, որտեղ իրանց համար չկա բանակ։ Դեմ եք, որ միայն Փաշինյանը մոտենա ձեր որդու շիրիմներին, թե նաև Ես դեմ եմ մեր ամբողջ կառավարությանը։ Մեր ամբողջ կառավարությանը, որը որ ես չեմ համարում, որ իրանք մեր կառավարությունն են, իրանք մեր երկրի կառավարությունը չեն։ Իրանք թուրքի կառավարությունն են, թուրքի կողմից են աշխատում, իրանք ինչ մեզի կառավարություն։ Դուք կառավարության եք մեղադրում ձեր որդու զոհվելու։ Իհարկե, բայլում կառավարությունը չդավաճանեց տղերքին թիկունքներին չկանգնավ, թողեց անտեր, առանց հրամանատար, առանց ինչ-որ բան, առանց օգնության, կամ տղաները կռվեցին, իրանց կյանքը տվեցին, գիտեին ինչի համար են գնացել, ազգի, հողի, ջրի համար, ով վերցրեց հողերը տվեց, ով տվեց բաժանեց հողերը թշնամուն, ով ծախեց հողերը թշնամուն, ու տղերքի արածը տվեցին ջրին, նույնը 90-ականների տղերքինը, ժամանակի 90-ականներին Ղարաբաղ ով հետ բերեց, 90-ականների տղերքը ոչ թե գրավեցին, այլ հետ բերեցին մեր տարածքները, մեր հողերը, պահեցին, իհարկե չպահեցին, սկուտեղի վրա բեկալան մատուցեցին թշնամուն նորից։ Չէ, իմ տղան կամավոր է գնացել, ինքը ընդամենը մի տարի 7 ամիս էր, որ ծառայությունը վերջացրել էր, եկել էր, բարով խերով ընդունել ենք, դիմավորել ենք, բայց հենց պատերազմի լուրը լսելուն պես ամսի 27-ին իմ տղան, ասենց ասեմ, անկողնուց վեր կացավ, իմացավ պատերազմը սկսել, ասեց ես գնում եմ։ Ու կամավոր գնաց վայնկամատ, մոբով գրվեց ու գնաց, հենց ամսի 27-ին։ Աղդամում ա եղել, հոկտեմբերի 8-ին Բայրակթարի հարվածից զոհվել է իմ տղեն։ Հարությունյան։ Ավելին ասեմ, ինքն էլ եղել է երգիչ, Սայատնովա ժողովրդական անսամբլից, մի խոսքով։ Խնդրեմ։
Ահա։